Այսօր հոկտեմբերի 31-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս Ֆորդ մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված ԶԻԼ 130 մակնիշի ավտոմեքենային։ Ֆորդի վարորդն ու ուղևորը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի Ղարս մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանի ծնողներն են։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ֆորդի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով Ֆորդի վարորդն ու ուղևորը, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողներն են։ Տեղեկացնենք, որ Սարիկ Սամվելի Մինասյանը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 16-ին Լենինականում։ 2004-ից 2006 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության ազգային բանակում, ստացել է ավագ զինվորական կոչում։ 2004 թվականին ավարտել է Հայ-ռուսական համալսարանը, ստանալով քաղաքագիտության մագիստրոսի կոչում։ 2006-ից 2009 թվականներին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորամասերից մեկում աշխատել է որպես հրամանատարի օգնական։ 2010-ից 11 թվականներին աշխատել է Armentel ընկերությունում վաճառքի բաժնում որպես տարածքային մասնագետ։ 2011 թվականին աշխատել է Գոռ-6 ՍՊ-ում որպես փոխտնօրեն։ 2013-ից 17 թվականներին եղել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ։ 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի հունվարը եղել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ։ 2018 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։ 2022 թվականի հուլիսի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 13-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը։ 2024 թվականի դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին մասնակցել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Գյումրիում կազմակերպված փրայմերիզին և ընտրվել Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Ամուսնացած է, ունի 2 դուստր և 1 որդի։ Սարիկ Մինասյանը գործնականում ուժեղ դիրքով երիտասարդ քաղաքական ուժի ներկայացուցիչ է ազգային ժողովում և Գյումրիում ունենալով ազդեցություն։ Նրա նշանակումը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ենթադրում է, որ իշխանությունները վստահություն են հայտնել նրան, սակայն ինչպես որևէ քաղաքական գործ չի պարագայում, նրա գործունեությունը ենթակա է հանրային քննադատության և իրավական հսկողության։ Հիշեցնենք, որ Գագիկ Շամշյանը քիչ առաջ տեղեկացրել էր, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Վթարի են ենթարկվել Գյումրու ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողները։ Այսօր հոկտեմբերի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս Ֆորդ մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված ԶԻԼ 130 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ֆորդի վարորդն ու ուղևորը, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանեց Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Օպերատիվորեն ժամանել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար օրվա պատասխանատու հերթապահ Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Մելքոնյանն ու Վարդան Աբգարյանը։ Ժամանել է նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության աշտարակի բաժնի հերթապահ խումբը ավագ համայնքային ոստիկան Ալբերտ Վարդանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ոստիկանության աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Վթարի փաստով Ն. Կարապետյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։